Բարի խաղ Կիրակի օր, սիրելի հետևորդներս, տեսեք ինչ կապույտ խաղաղ երկինք է, ես էլ զարմացա, որ տեսա ճիշտն ասած, երեկ լսել էին, ասել էին, որ Կիրակի օրը գիշերվանից անձրև է գալու, բայց ոչ մի անձրև էլ չկա, կապույտ երկնքում աղավնիներն են սավառնում, ճախրում, շատ լավ է, ես էլ ուրախացա ու շատ գործեր կարելի է ձեռնարկել հողամասում։ Հավես է։ Ես էլ մտածեցի, վերջ այսօր սաղորը անձրև է գալու, անպաց է լինելու, իմ գործերը կմնան, երևի հողամաս էլ կգնամ, մի խոսքով շատ գործեր, տան գործեր, եղանակը տեսնելով տրամադրությունս բարձրացավ, շատ շուտ եմ արթնացել ու հիմա գնամ տուն, մտնեմ ներս, իմ կոֆեն վայելեմ։ Հաճելի օր եմ ցանկանում բոլորիդ, հանգստյան օր է, վայելեք ձեր կիրակին, խաղաղ օր, անփորձանք ամենակարևորը։ Եկա խոհանոց կոֆես դնելու, արդեն պատրաստել եմ, ջազվեն այստեղ է, մտածում էի, որ հիմա արթնանամ, անձրև է ամբողջը, անպաց է լինելու, բայց շատ լավ օր է, լուսավոր, պարզ, երկինք, չգիտեմ, դե հիմա կարող է երեկոյան ժամերին ամպի անձրև գա, բայց այժմ շատ լավ է, մի քիչ ցուրտ է եղանակը, բայց հեսա շուտով կտաքանա, ջերմություն կլինի, ես էլ չեմ իմանում, մի քիչ տանման գործեր անեմ, հողամաս կգնամ, երեք հողամասի ջուրը տվել են, առուն մաքրել են, նորոգել են, հիմա ջուր կա, երևի կգնամ ելակներս, մի քիչ երեք անձրև է եկել, կփափկեցնեմ քախանի ուրաքով ու կջրեմ, դա կլինի իմ գործը։ Իհարկե կոֆես խմելուց հետո։ Դառը շոկոլադը դեռ կա։ Արդեն ծառերի տերևներն էլ են դուրս եկել։ Խմեցի սուրճս։ Սիրելի հետևորդներ, որոշեցի երեխաների համար, այսինքն աղջիկներիս համար մի փոքր նախաճաշ պատրաստել, իրանք քնած են դեռ, շատ շուտ եմ արթնացել, մեկ ձու փանքեկ պատրաստեմ, բանանով, խտացրած կաթով, ջեմերով կուտեն, սիրում են։ Մեկ ձու, մեկ կոֆեի բաժակ շաքարավազ, վանելին, որ ձվի համը չգա, ես միշտ օգտագործում եմ վանելին և Անուշ ապրանքանիշի վանելին, ինքը շատ պարունակությունը շատ է ու հոտն էլ այն առաջվա սովետի վանելիններին է հիշեցնում ինձ, առաջվա վանելիններից, սա հիմա հարեմ ու կաթն էլ է պատրաստ, բոլոր բաղադրիչները պատրաստ են։
Անպայման հարիչով արեք, որ ինքը սպիտակի, ծավալը շատանա, փրփրի։ Ահա, տեսեք ինչ լավ եղավ, հավեսին։ Գոլ կաթ, 1 բաժակ։ Սոդա, անպայման, շատ քիչ եմ գցում։ Այս փոքր, թեյ գթալ էլ չի, փոքր գթալ է, այսքանը բավական է, քիչ։ Եվ բուսայու աչկա չափով։ Մոտավորապես 3-4 ճաշի գթալ բուսայով։ Մի հատ գթալով խառնեմ, հետո նոր հարիչով։ Ասեմ, որ նույնը կարող եք պատրաստել մածունով։ Տանը այդ պահին մածուն ունեք, մածունով սարքեք, կաթ ունեք, կաթով սարքեք, ոչ մի տարբերություն էլ չկա։ Եվ վերջ։ Լիլիթը արթնացավ։ Փանքեք։ Իմ սիրած խմորը։ Հա, անես դիպ։ Էդ էլ իմ մարոշնիները։ Հա? Էդ էլ իմ մարոշնիները։ Հա, Լիլիթը ձայնից արթնացավ, չէ՞։ Փանքեք ասիս։ Ո՞նց է արթնացել։ Բայց չէիր գալիս։ Տապակը արդեն տաքացել է եւ ես փանքեքները թխում եմ, սարքում եմ։ Շրջենք, հոպ, լավ է։ Տեսնենք համով է եղել։ Շատ համով է։ Իրելի հետևորդներս նաև չմոռանաք, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք եւ լայքեք։ Ինչ շատ են դիտում չբաժանորդագրված լինելու դեպքում էլ խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք բաժանորդագրման կոճակը, զանգակ կոճակը, որ իմ հոլովակները ձեզ այցելեն, դուք էլ մեծ ուրախությամբ հաճույքով դիտեք։ Քիչ կամացանեմ։ Ինչ ես անում, արի։ Փանքեքի խմորը շատ պինչ անեք, պետք է ջրիկ լինի, որ ինքը տարածվի, համ էլ մի քիչ ջրիկը փափուկ է լինում շատ։ Չէ, լավ էլ շուռ տվեցի։ Սա գիտեք ինչն է, խանութի սմայլիկներն է, նույն սմայլիկների խմորն է, նույն սմայլիկների համն է։ Մի հատ սմայլիկին դուք կարող եք տալ 100 դրամ եւ վերցնել, չէ՞։ Բայց մի հատ սմայլիկ ուտելով ինձ թվում է, որ երեխան չի կշտանա, ապա
Շատ հեշտ բաղադրատոմս է, թխեք, շատ սարքեք եւ բոլորով էլ օգտվեք, նախաճաշարեք, թեյեք, առավոտյան թեյ խմեք սրանով, ջեմով, մի քիչ կամացան եմ չվառվի, մինչև բոլորը լցնեմ։ Վերջինն էլ փոքր կլինի։ Անջատեցի, ահա սիրելի հետևորդները, սա էլ ուրախ սմայլիկներ եմ, ձեզ ցանկանում եմ ուրախ սմայլիկ օր, ձեր օրը միշտ ուրախ անցնի, ուրախ լինեք և անփորձանք, դուք էլ ինձ լայքեք, մի հատ ուրախ սմայլիկ ուղարկեք, ահա սրանք էլ համեղ հավեսին փանքեքները, են ինչ են ծոխում, մեքենան, տեսնենք ինչ են վաճառում, ձուկ կլինի, չէ, տեսնենք, եղանակը նորից արևեց, մի հատ տեսեք ինչ գունեղ է, այս տեսարանը, դեղցենին է ծաղկել վարդագույն, տանձենին է սպիտակ, դեղինը սև հաղարջն է, ահա ձուկ են ծաղում, ասեցի, չէ, ձուկ են ծաղում, պատրաստ է, հա? Ապոպեց։ Մորել է, խտացրած կաթով կուտես, հա? Էսա մի վարկյան, վերեմ սարքեմ կեր, կսեմ մի հատնե կպցնեմ, որ դնում է սարնարանը, սարում է խտացրած կաթը, մի դիր, Չէ մեկը պետք չի կցնես։ կսեմ վրան, Ուսա։ էլ չկպցնեմ, Էլ չկցնես։ սենց ձևավորան է, հա? Լղազվա։ Սենց անի մաման, սենց նախշերով, ինչի, թող անեմ սիրուն, թող սիրուն լինի, մոդնի, հա? Ուրախացան եկալի, ես էլ Լիլիթի խտացրած կաթով փանքեքը, խտացրած կաթ կսենք, չէ չունեն, և այսպես փակենք համեղ նախաճաշ, Կողոլ արցնես։ չկա, չեն ծաղում, սիրելի հետևորդներս տան գործերը վերջացրեցի, են որ գործ չունեի անելու, քանդարակ կար քանդեցի, դասավորեցի, շորեր, մորեր և այլն ու եղանակն էլ մեկ ամպում էր, մեկ արևում էր, կամուկացի մեջ էի, բայց որոշեցի ամենայն դեպս գնալ հողամաս, այնքան էլ տենց ցուրտ չի, ամպում է, մի քիչ քամոտ է էտա խանգարում, ընդհանուր առմամբ շատ լավ տաք եղանակա, մի քիչ քամի է, չի խանգարում, հաստատ ինձ չի քշի տանի, անձրևն էլ հաստատ չի թռչի, որ հալվեմ, այսքանը գնամ հողամաս, մենակ եմ գնում, բայց ոնց որ թե հողամասերում ինձ թվում է էլի մարդ կլինի, կիրակի է, ովքեր աշխատում են, կիրակի օրը տանն են լինում, ձգտում են երևի գնան հողամաս, տեսեք արևը արդեն դուրս եկավ, մեկ ամպում է, մեկ արևը դուրս է գալիս, բայց էդի չի խանգարի ինձ, մի 2 ժամ որ աշխատեմ, ահագին գործ կանեմ հողամասում, արդեն դիքն եմ, բարձունքը բարձրանում եմ, մեքենա էլ է գնացել, նոր է գնացել, որտև երեկ անձրև է եկել գիշերը, նոր անվադողերի տեղ կա, այսպես, իրի բադամը ինչ գեղեցիկ ծաղկել է, ունենց հետաքրքիր հոտ է, դրա համար էլ մեր տարածաշրջանի մեղրը շատ յուրահատուկ համ ունի, այս հատվածն եմ հիմա բարձրանում ու արդեն իջնելու պրոցեսն է կատարվելու, քիչ հետո կհասնեմ հողամաս, ամբողջ ընթացքը չեմ կարող նկարել,
Երկար է ճանապարհը, այսպես նկարահանումներով կարճ է թվում, բայց երկար ճանապարհ է, սիրելիներս։ Դպրոցի ճամփան երկար է, դժվար շատերի համար։ Ունել հողամասի ճամփան է, շատերի համար դժվար է, երկար, քամի է, քամի։ Ինձ համար հեշտ թվացող, ամենայն դեպս դեռ հաճույքով եմ գնում։ Մեծանամ, ծերանամ, հետո կերև կարողանամ գնալ, թե ոչ։ Այսպես, բայց տեսնում եք ինձանից մեծ տարիքով կանայք էլ կան, Սաթիկն ու Ամալյան, ովքեր սիրում են հողի աշխատանքը եւ իրենք էլ կամավոր գալիս են հող մշակելու, իրենց հողակտորը մշակելու։ Տանջանքով, չարչարանքով, բայց մեծ սիրով։ Գնամ այսօր փորձեմ ելակներս ջրել, ջուրը կապել են, տեսնեմ կստացվի, հաջողություն լինի, առուն միայն, հա, այս արվակը կչացել է, ուրեմ ջուրը վերևի մասով էլ ջուր կա, տեսեք իշքան է կչացել, ուրեմ վերևի մասով ջուր կա, այնպես չեն կարա կտրեն, որ այստեղ լրիվ ջուրը ցամաքի, սենց էլ է գալիս, և հասամ տարածքներ, աշխատողի համար արև, ամպրոպ, անձրև չի խանգարում։ Բարև Զորո ձաձա, բարև, են երբ ես եկե, մնացել ես ստեղ, ջուր կա, ջրում ես, ինչն ես ջրում, բա, արդեն հասել ա ձերը, դե որ պրծնես խաբար արա, ես է ելակները ջրեմ, հիմա որ գանք հողամաս արդեն պտի գորանք ջուրանող, հա, Աթիկն էլ աստե, հա, Էդ Ամալիային ինչի չես բերը, հա, ջրի ես էլ կջրեմ, Փաստորեն տիկին Ամալյան հրաժարվում ա գա հողամաս, լավ չի, անցանք գործերին, երեկ նենց ապալ-թապալ եմ ես բահը, դույլերը թողել այստեղ անկապ, վերցնեմ հանեմ հետս վերև, արդեն հողամաս գալուց պարտադիր պիտի կանչենք ջուրանող, ջուրը տվել են, թող Ամալիայից հողամասը ջրեն վերջացնեն, ելակներս ջրեմ իհարկե, տեսնեմ ոնց եմ այդ առունները հանել ջուր կգնա, թե ոչ, հիմա ես առուն այստեղ բարա ենք մենք ասում արտաշատում, չգիտեմ, վայքում էլ բանդ են ասում, բանդը պատրաստ անեմ, որ գա միանգամից գնա այս կողմի վրա, ու այդ ընթացքում ծառերն էլ կջրեմ, ծառերը, մովերը, մոշերը, բա հետո էլ ասում եմ գործ չկա հողամասում նստեմ տունը, խաղողները, հիմա պետք է բան անեմ, ուրեմ այստեղ, ես խաղողները պետք է անպայման ջրվի, բացեմ, որ գա հենց մի անգամից գնա, թե չէ ջուրը կապեցի, հողը լցնեմ քշելույա տանի,
Ես իմ գլխի ճարը հիմիկվանից տեսնեմ, Հետ էլ տենց, այս մասը բա, Քամի ինչ ես գալի, ես էպտի, խեղճ մովերը դորաճ են ստե, ես այրքան զրդը զբիլկա կգա, Ահա, ինձ թվում է կգնա, բան չի ասի, ես սրանք էլ առուները պատրաստ բան են, Ահա, պատրաստ Նազոր ջան, ես տարի լավ եմ փորել, Դա ես վերի հատվածի հողը այնքան քարոտ է, որ էլ ասելու չի, շատ քարոտ է, Են որ կինոյի մեջ է, ֆիլմի մեջ է, երևի ինչու է աղմկում գետն է, որ ասում է հարևաններին ջուր են տվել, հիմա մերն է, ջուր են տվել, կարևորը լավ փխուր է, գնում է, Հաղարջի կամպոտը մենակ ինքը չեմ անում, խառը մրգերով լցնում եմ, շատ լավ է լինում է, հատուկ մենակ ինքը համով չի լինում, մենք չենք սիրում, այս տարի իմ մերի շատ հավանեց խառը կամպոտը, ասում է յուրահատուկ համ ա եղել մամա, որովհետև ինչ էի լցրել, դուք էլ եք տեսել, Անանուղ, ռեհան, շատ համով էր եղել, համով էր չայիներ են կվերանա, ունիր ես են,
Շլորն էլ է ծաղկել, շլոր էլ ունեմ բախտավար։ Ինչ օրմոտա։ Եկա որ գայել մի անգամից չէի կարող ջրից օգտվել, պիտի առուները բացեի նոր։ Ստե շլոր եմ տնգե, ես խեղճին էպլի փորենք է, ամենակ տնգելով չի։ Սրա բունգն է փորեմ, փխուրանեմ, փային է կլեցնը։ Գազ լծվի, շլորը ջրվի։ Ոյ, սել իմ քար նստարանն է, բայց պիտի հիմա ես շուր տամ, մի տարի եկա նստա այդ քարի վրա, մեկ էլ հենց հելա տակից գյուրզավոցը գնաց։ Հիմա շուր կտամ, այստեղ էլ եմ ջրելու, խապկի ես խոտերը, որ արմատախիլ անեմ։ Այստեղ են ասում քարերը քամուն տալ։ Այդ նազո շուր տուր այդ քարը։ Պես ինչ կտակը։ Մրճեմներ են լավը։ Այ հիմա հանգիստ կնստեմ այդ քարի վրա։ Մառաժոնները հողամասում էլ շատ մառաժոններ կան։ Փոքր են։ Ես աստեղ մանգրնեմ, մակրցնեմ։ Հելամ նստելը ձեռք չի տալի։ Տարածքում ես ծնեփեկներ ունեմ, լավ էլ աճել է։ Հա մաքրում ես, հա զիբիլա։ Կլցնեմ դույլը կթափեմ, սրանք վառվող բաներ չեն։ Հե? Պրծար? Ջրիր պրծար փաստորեն։ Հե? Հեսա հլնեմ կտրեմ, առուպտի բաց է է։ Հեսի կլցնեմ կթափեմ։ Գնացի, ջուրը պակելու։ Ոյ, բացեցի, ահա, սիրելի հետևորդներս շատ էիք ասում, նազո մեղկես ձեռով մի կրի, դույլով մի կրի ջուր, ահա, սիրուն մաքրել են, եթե չեն մաքրում, չի լինում կապել, ես բարայի տարածքը, առուները ներքևը հանեցի,
Հիմա այս էլ մի հատ մաքրեմ։ Հին տերևներ էլ որ գնա է։ Այս մասն էլ ձեռքով անեմ։ Դե հիմա կկապեմ, բայց ուրա է բահաս, բայց քիչ կապեմ, որ տեսնեմ կարիքը լինի կշատացնեմ։ Քարը ոնց աշնանից դրել ենք, այնպես էլ մնացել է։ Ճիշտն ասած, այս տարի առուն ավելի քիփլի կա։ Քիչ թող գնա։ Ուղի խաղողների վրա մի քիչ շատ է։ Ահա, քիչ արեցի, որ չքանդի։ Համենայն դեպս էլի քանդեց։ Դե սենց բացենք։ Դեմը բացեմ, որ ջրվի։ Թրիկներն է հելան ջրի երես։ Կգնա, կտանի ամբողջը վերջը։ Բայց դե ջրվեց։ Ահա։ Քչքչալեն եկավ, տեսակ իշքան քիչ ջուր է պետք, որ հողամասը ջրեմ ես, շատ հարկավոր չի, որովհետև ինքը քանդելով գնալու է։ Սա ջրվեց արդեն, հիմա այստեղ ամրացնեմ սա, այս դեմը բացը, որ չգնա, եթե բարձր է լինում, չի գնում։ Բարև։ Հողամասում էլ մարդիկ եկան, հարևաններս են, խորոված են անում, այդպես սա էլ ջրվեց, փակեմ հիմա անցանք ելակներին։ Ջրի դեմը բացեմ, որ գնամ։ Ահա, ոնց էլ գնա, էլի կհասնի, կջրվի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, դուք ոնց եք։ Տեղել մի ջար պիտի անեմ։
արդեն ծաղկել են։ Լավ էլ ջրվում է։ Ես մտածեցի, որ լավ չեմ հանել զոլերը։ Աշունը պետք է կորեի, որ հիմա հեշտ է։ Աշունն էլ արեցի, չհասցրեցի, կիսատ մնաց, գարունը արեցի, բայց Մեծ փոքր չկար։ Հերթով զոլերը փոխում եմ, որ ջրվի։ Ձեռքի հետ էլ այս դեռ լրիվ առուները հանած չի, սիրելի հետևորդներս, ձեռքի հետ էլ այս ծառերը ջուր եմ վերցնում ու ջրում։ Ձեռքի հետ էլ դեղցենիները ջրեմ։ Մեր անձրևը այդ կաբախլույց է։ Հա։ Ով? Հերթով փոխելով ջրում եմ, լավ ջրվեց, մի հատ էլ մի երկու օրից կջրեմ,
մի քիչ ակտիվ չեմ, կողքը մարդիկ կան, որը իրանց այգում են, դրա համար։ Հերթով ջրում եմ։ Չնայած կարելի է առուն կապել, ասա կապի հանեմ առուն, թող գա։ Ասա առուն հանի, թող ջուրը գնա հասնի ինձ է, չես տանջը։ Ելետևորդներ, ես միշտ ինչ-որ գործ անում եմ, ամեն կինոյից մեջ բերում եմ անում, սա Ռոբիզոնի մեջ է, չէ, երբ որ նավակը չի կարողանում տանել հասցնել օվկիանոս, փորձում է ջուրը բերել, հիմա իմն է, ես առուն կհանեմ, որ չկրեմ այդքան։ Հեսա որ լրիվ կապեմ արդեն Ահա, այսքան փորեցի։ Հեսա արդեն որ ջուրը կապեմ, ինքը կգա դեղսնե, կջրվի, խաղողներն է կգնա, ինչքան կրեմ, որ տանեմ։ Խելք, ասա շուտ տան է իրել։
Ոյ։ Այ վերջ կռիվը պրծավա։ Հանեցի ջուրը։ Թոսա էլ ջրվի, ես պոչի մաս ուզում եմ քանդեմ, դրա համար չեմ ջրում։ Թող ես մի դեղցենին ջրվի և այստեղից նորից առու բացեմ, որ ես մեկը գա։ Չգնա այդ ամփորել հողի վրա։ Մեկ դուլ տանեմ գիլասին, մեկն էլ սև պղպեղին։ Այսպես ջրվելը շատ ավելի լավ է, քան որ դույլով, խմխմելով հավեսին կջրվի ու գնաց դեպի էլի են մյուս արդեն դեղցենին հենը։ Բա, համել ես քիչ կչարչարվեմ։ Թող կա։ Հիմա ջուրը կապեմ այն մի կողմի վրա։ Հիմա էլ կապ այսպես գնա։ Ահա, հիմա էլ այսպես կապեցի։ Խաղողներին էլ կրեցի ջուրը, լցրեցի, դույլով կրեցի, լցրեցի ու խելքս եկավ տեղը, որոշեցի այսպես կապել, որ լավ ջրվի։ Սենց կգնա մալինաներն է կջրվի։ Հետևորդներս այսպիսի աշխատանք էլ կատարեցի, առուն ելակների մոտից բացելով բերեցի։ Ինչքան էլ ձեռքով դույլով ջուր կրեմ, մեկային էֆեկտը չի տալի, ինչ որ այսպես ջրելով ու այսպես ավելի լավ է։ Հիմա այստեղից ես էլի դեպի առու եմ հանել, այն ամփուշ մոշերը կջրվի, մալինաների վրա է հիմա ջուրը։ Թող այսպես ջրվի, լցվի այդ առուն գնա, ես էլ գնամ ընդմիջում անեմ, մեկ բաժակ կոֆե խմեմ։ Կփակեմ, թող այս կողմով էլ ջրվի մեր մալինաները, որ ավելի լավ բերք տա, անցած տարի սենց չէի արել, չոր էր մնում։ Այս մասերը կարելի է դդում ցանել, որ հելնի փաթաթվի սետկաներին, մեկը խաղողները այս տարի ոչ բերք են տալու, ոչ էլ են, իսկական դդումի տեղ է։ Ահա ջուրը ուղիղ գնում է ամփուշ մոշերի
Մոտ թող ջրվի, մեկա ոչ միտեղ թափելու, լցնելու չկա։ Ես էլ գնամ հանգիստ մի բաժակ կոֆե վայելեմ։ Ստեղ մի 2 չորուկ եմ դրել։ Ես փայտերը վերցնեմ ու գնամ։ Սուրճը։ Քաղեցիք, լավ կար, չէ։ Շատ լավ կանն է։ Չվրազենք։ Մենակ ստեղ է վտանգավոր, պետք է ստեղ է աստիճան քանդեմ մի հատ հեսա, հա, այս մի հատ տեղը։ Բնական աղբյուրս արդեն կա, հիմա այս բաժակները մի հատ լվանամ, լավ։ Ուր ես եմ գնում։ Եվ գիտեք, չէ, այս աղբյուրի ջրով էլ կոֆես դնելու եմ։ Մաքուր, հավեսին ջուր։ Սարերից եկող անարատ ջուր, առանց քիմիայի։ Այս ճանջերը քիչ մռութը ստերան արդեն ես էլ ափսեներս թող մաքուր լինի Մաքուր ջուր է, ոչ մի նստվածք էլ չկա։ Ահա։ Կոֆեն այս անգամ փոքր ամանով եմ բերել։ Հակեմ կդնեմ այստեղ, որ էլ չթրջվի։ Թուղթը դնեմ տակը սկզբից։ Խոտ խլուշը, բարակ ճյուղերը, հետո հաստը։ Ջրի ձայնն էլ ինչ հավեսին ա գալի։ Գնամ ճյուղ բերեմ։ Այս էս ծուրուծուխ եղավ։ Ահա։ Այս էլ իմ կոֆեի օջախը։ Մենակ չհանգնես։ Չգիտեմ ինչու, այսօր իմ օջախը չի ուզում կպնի։ Ես ինչ բան է, չի ուզում կպնի։ Քամի էլ է, որ
քամին լավ կվառի։ Այս ղամիշի մազմզուկներից դրեցի։ Ահա։ Այսօր հողամասում մարդաշատ է։ Ահա, ոնց որ թե ամեն ինչ նորմալ է։ Ես ինչ կոֆե ալնելու ծուխը մեջ է։ Վերջապես ոնց որ կպավ։ Տեն եղած։ Ջուրն էլ սել հանգցնեմ, որ ծուխ չլինի։ Համով կոֆե եղավ։ Հետո փանքեք էլ եմ բերել, որ այսօր առավոտը թխեցի։ Փանքեքով կուտեմ։ Մառաժոներս մեծացել են, մի քիչ նրանց կջրեմ հեսա։ Հեսա ելակների տարբերությունը մի քանի օրից դուք եք կզգաք, արդեն մեկու մեջ ծաղկել են, ավելի լավ կծաղկեն, մայիսի մեջ արդեն ելակը հասնում է։ Բաժակս լվանամ։ Այս դույլը էլ բանի պիտանի չի պոկվել է։ Այստեղ մի հատ աստիճան եմ թորում։
Այնքան որ մի ոտի տեղ։ Ինչ արմատա։ Մի փոքր ջուր լցան, որ պնդանա։ Սիրելի հետևորդներ, հիմա էլ գնամ տեսնեմ այդ ջուրը, որ հասը։ Ես իմ սուրճը խմեցի հավեսով եւ տեսնեմ ջուրը ուրա հասել։ Օ, լավ էլ ջրվել է, այն որ տենց ջրեիր, այն որ տես ջրեիր, չեր ջրվի, ավտոմատ ռեժիմ ա եղել։ Դրեցի ու գնացի իմ գործերին։ Ահա։ Դեռ լրիվ էլ չի գնացել։ Այստեղից կարելի է նաև առուբացել, որ թթենիներս ջրվեն։ Այս եղավ իսկական հայերեն։ Ջուր են տվել, չէ կինոյի մեջ է, հարևաններին ջուր են տվել, հիմա մերն է ուրախ գոռում ենք։ Ջուր են տվել, թե չէ չի լինի։ Դա այն է, երբ որ մարդ ծարավա, բուր ջուր խմի, չի կշտանա, պետք է բաժակով, հավեսին մեծ, տենց բաժակով խմի, նույնն էլ այս բույսերինն է։ Խմելով գալիս է, ավելի լավ։ Սենց ավելի լավ կկպնեն մոշերը։ Չգիտեմ, սաթիկը հողամասում է, թե ոչ։ Երևի սատիլներն է բացեմ, տեստեմ ինչա ջրեմ, վաղը չգամ հողամաս։ Թող սա ջրվի, գնանք մի հատ սատիլները նայենք։ Կարևորը էս պղպեղների կողմը մի հատ նայեմ, տեսնեմ ծլել են, թե ոչ։ Օ, ինչ էլ լավ ծլել են, հովոսոր։ Բայց դե ցավն է նա, որ սիրելի հետևորդներս մոռացել եմ, թե որը ինչ սորտ է։ Դա է հարցը։ Մեկա բոլորն էլ ցանելու են։ Այն կողմի լոլիկներս ծլել են։ Դրանք կարևոր լոլիկներ էին ու դժվար էլ ծլողականությունը դրանց շատ դժվար է։ Գնամ բերեմ, սա էլ ջրեմ, ծլել է հավասար, լավ, այդ լոլիկներս ինչի չեն ծլել։ Տեսեք ինչ լավ հավասար ծլել են։ Ծիծակ էլ կա, բուլղարական է կա, քաղցր էլ կա, կծու էլ կա, մի հատ էլ ջրեմ, այս ջրից հետո ավելի լավ կծլեն։ Սա լոլիկներն են, սա էլ արդեն սմբուկը, սմբուկն էլ շատ լավ ծլեց, շատ լավ ծնողականություն ուներ։ Մենակ այստեղի լոլիկները չեն ծլել, դրանք դժվար են ծլում շատ։ Ցնցուխս վերևի հատվածում էլ չեմ է գնում հետևից, այսպես
ձեռքով ջրեմ քամինել, ինքնուրույն ցելոֆոնը բացեց, ինձ օգնեց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Այստեղի ջուրը կտրեմ, ինչև կտրեմ, այդ առվի ջուրն էլ կգա, կհասնի այդ վերջի մոշին։ Մնացել է սև հաղարջները ջրեմ ու գնամ։ Եկել եմ վերևի կանաչիների մարգը բացեմ, նայեմ, տեսնեմ ծլել են, ինչ է ջրեմ ու գնամ տուն։ Այստեղ ես դույլերով ջուր եմ լցնում թողում կանաչու մարգի համար, որ վերևից չբերեմ, այն կողմը առու չեմ կարող բացել, որովհետև կարող են գան վարել, ցեխ լինի, չանեն։ Ասպես լցնեմ, թողեմ։ Ահա։ Հա, սիրելի հետևորդներ, հաղարջներն էլ ջրվեց, լավ էլ օրակ գնաց, մինչև շլորը կհասնի։ Այս տարի լավ ծաղկել են, կլինի։ Շլորն էլ է ծաղկել, հետաքրքիր է, մի քանի հատ կբռնի, չի բռնի, բայց դե ծաղկել է, լավ շլոր է, թող ջրվի։ Այս տարի առուները ես եմ հանել ու ավելի լավ է, լավ ջուրը գնում է, իմ ուզածով, հավեսին խոր է, բայց ես հոտվածն է կուզեիմ ջրվեր, կապեմ մովերի վրա, թողա լցվի, այստեղ լիքը ծնեփեք կա, որ ալաղ են, գնամ կապեմ։ Մի հատ վերջնական էլ կապեմ ես խաղողներին, արդեն ստե էլ հող չի մնացել, ջուրը քշես տարավ, իժեշտեր բերեմ դնեմ։ Ահա, գնացի կտրեմ, բայց մի փոքր ջուր վերցնեմ, որ գամ ձեռքերս լվանեմ։ Իմ այսօրվա աշխատանքը Իշքան գեղեցիկ են ամպերը, սիրելի հետևորդներս, շատ գեղեցիկ տեսարան, երկինքը նայեք, ամպամած, մեկ արև արեց, մեկ ամպեց, բայց շնորհակալ եմ շատ։ Այսօր էլ ավարտվեց եւ նույն ժամանակ հեշտ, բայց շատ դժվարին աշխատանքս։ Երկու շորմոր պետք է բերեմ, որ այս տակերից այսպես մտցնենք, որ ջուրը չգնա։ Լավ փակենք։ Ոնց որ թե լավ չեմ փակել։ Որ ջուրը չգա։ Ահա, ոյ։ Բրծա, օգնեցի իրոք, ամբողջությամբ հողեղա, երկու մարաժոնայեմ նոր գնամ, այս մասը լավ լինում է։
Փու։ Այն կողմի վրա էլ կան։ Ոտով կմշրեմ կքողը։ Վայ, իսուր մտամ։ Բայց դե քողեցի։ Ես այստեղ մի հատ բույս եմ ուզում ցուցադրել, իմ հետևորդներն են խնդրել տորոնը, չնայած հատուկ վլոգ պետք է նկարեմ տորոնի մասին, բայց հիմա քանի որ այստեղ կա, ես ցուցադրեմ, որ տեսնեք, մարաժո քաղելուց հետո, իհարկե։ Ունեմ մի դաստա քաղեմ, տանեմ ուտեմ։ Այդ վերևներն է գնամ։ Դժվար է, բայց կհլնեմ։ Սիրելի հետևորդներս, ահա, մոտիկից ցույց եմ տալիս, սա է տորոնը։ Սա կանաչ, արդեն դուրս է եկել կանաչը, տորոնի արմատներով ներկում ենք ձուն։ Բնական գունաներկ է համարվում տորոնը եւ արմատները նաև օգտագործում են բժշկության մեջ, բորբոքվածության, միզուղիների խնդիրների դեպքում են օգտագործում, բայց հրաշալի գունաներկ է մեր զատկական ձվերը կարմիր, բնական երանգ ստանալու համար։ Ես հատուկ կցուցադրեմ, թե ոնց ենք անում, որտեղից ենք անում եւ ինչպես ենք ներկում զատիկի ձուն։ Իմ սիրելի հետևորդներ, որ շատ եք գրում, հարցնում, ահա, սա է տորոնը, փշփշոտ, ինքը երկարում է, վերջում էլ խաղողի նման պտուղներ է ունենում։ Սա այսպես պոկեմ, որ տեսնեք, բայց սրանով կանաչով չենք ներկում, իր արմատներով։ Տեսեք արմատից, երբ որ պոկեցի, արդեն իր գունեղությունը, գունավորությունը երևաց։ Դնեմ այս քարի վրա, ահա այսպես, մոտիկից էլ ցուցադրեմ, տեսեք տորոնը, ամեն տեղ էլ աճում է, ամեն ուրեք, ամեն տեղ, ամեն մարզում։ Ստե մարաժոն գա վաշկովը սուր կորավ, չէ հեսա։ Ծորը քաղել է, փոքր են, հիմա մեծացել են։ Սիրելի հետևորդներս, այսօր իմ գործն ավարտվեց հողամասում եւ գնում եմ։ Սիրելի հետևորդներս, տեսեք ինչ ծառանոց է, մոշայանոց, մեր լեզվով ասած մոշայանոց, եւ ես էլ այսպես այս մոշաներով ուզում եմ գնալ, տեսնեմ այս տարածներում լավ մարաժո է լինում, երկու ճյուղ քաղեմ։ Ոմանք կհամարձակվեն գալ, ոմանք ոչ։ Այսպես սա Արվակի ջուրն է, որ իմ հողամասից հոսես իմ հողամասի վրայով վերի մասով գալիս է ու գնում է այն կողմի ներքևի բաղչաները։ Էլի վտանգավոր տարածքներ են։ Ստեղի մարաժոները ոնց որ թե չեն ծլել։ Այստեղ մի քիչ արև կող չի այնքան, հով է, համեմատած մյուս տեղերին մի քիչ ուշ է լինում։
Արջը այս կողմերով էլ է ֆռում, հա։ Անգալի մի երկու անգամ լսել եմ մրթոցը ու հետ եմ գնացել։ Այս մոսի վրա լավ լինում էին, դեռ դուրս չեն եկել, չկա։ Դե որ չկա, ես էլ հետ գնամ, այսպես իջնում եմ դեպի Սաթիկի հողամասը, Սաթենիկին վերցնեմ ու գնանք տուն, մենակ չթողնեմ։ Ու գնանք տուն, մենակ չթողնեմ։ Հավեսին ձորեր են, ենքան հավես այս հատվածը, գեղեցիկ, սիրուն եմ իջնում, այսպես ճանապարհը կա, հարահետը կա, ահա ջուրն էլ գնում է ուղիղ Սաթիկի Վաղչեն հողամասը, իր տարածքները հողամասը էլ ավելի վտանգավոր է, համարյա արջի հատվածներում։ Չեր եղե հելը, չեր եղե, ես կողմը արև կողմ չի, չեր եղե։ Սեշ կամի բռնեց, հայ հարայ։ Որ դժվարին տեղեր, դժվարին է, հելը ուր է հելը, աճե որ այդքան սող պետք է գնամ 2-3 հատա, լավ է, երևում է, ես, և այս, լավ է, գոնե կարգին էին, փոքր կարմիր, կքաղեմ, բայց տորոնը, սիրելի հետևորդներ, ահա, քանդում եմ, պետք է դանակ լինի, որ արմատը հանեմ, ամբողջը տորոն է այստեղ, տիկից ցուցադրում եմ, սա է կանաչ ժամանակ տորոնը, այս մասերում, այս ծառի քոքը, միշտ կանաչ մառաժոներ էին լինում, ես տարի չկա, երևի վառվեց, 1, 2, 3, 4